Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում է դերասանուհի Զարուհի Խաչատրյանը։ Բարի երեկո տիկին Զարուհի։ Բարի երեկո Լուիզա ջան։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս եւ մեր տաղավարում եք։ Կարծում եմ ես եմ շնորհակալ, որ այս հաճելի անակնկալը մատուցեցիք։ Ինչպե՞ս եք։ Փառք Աստծո, լավ։ Տիկին Զարուհի, ձեր հարցազրույցներից մեկում տարիներ առաջ ասել եք կյանքի ուսուցիչը հենց ինքը կյանքն է։ Հիմա կարող եք ասել այդ ուսուցիչ կյանքը ինչ դասեր է տվել Զարուհի Խաչատրյանին այս տարիների ընթացքում։ Գիտեք, ես ընդհանրապես համբերատար մարդ եմ, բայց զգում եմ, որ տարիների ընթացքում այդ համբերությունս մի քիչ պակասել է։ Երևի այդ դասն է, որ ամեն ինչ չպետք է համբերել, որոշ բաներ պետք է ժամանակին ասել։ Այսինքն ներսում չկա։ Այո, որոշ բաներ պետք է ժամանակին ասել։ Գուցե այն ժամանակ երիտասարդ եմ եղել, մտածել եմ, որ լավ, այդպես չէ, ոչինչ կանցնի, բայց կյանքը ցույց է տալիս, որ պետք է ամեն ինչ ժամանակին ասել։ Այսինքն, որ մարդիկ մեկ-մեկ համբերատարությունը երևի թե չշահագործեն, այո, չշահագործեն։ Գիտեք, դուք այն եզակի կանանցից եք եւ այդ ձեր միտքը ինձ շատ ուրախացրեց, որովհետեւ գրեթե այդպիսի բան չենք լսում, որ ասում եք ես անձնական կյանքը, ընտանիքը եւ աշխատանքը դնում եմ նույն նժարի վրա։ Մենք հաճախակի երևի չգիտեմ 98%-ի դեպքում կանանց լսում ենք հակառակ կարծիքներ եւ ինչ որ արդարացումներ նաեւ կանայք ասում են աշխատանքս չստացվեց որովհետեւ անձնական կյանքս պետք է դասավորեի կամ հակառակը կամ ինքս երբեք չեմ ընկալել են հարցը երբ որ կնոջը ասում են եթե քեզ ասեին սա կամ սա դու որը կընտրեիր կամ եթե կողքի տղամարդը կասեր սա կամ սա միշտ մտածել եմ եթե կողքի տղամարդը կնոջը տեսնում է եւ սիրում է ամբողջական իր տեսակի մեջ նրա աշխատանքը եւ մասնագիտությունը այդ ամբողջականի մի մասն է, չէ՞։ Եթե մի բան պոկվում է, ինքը արդեն այն չէ, ինչ իրեն տեսել են եւ սիրել են։ Հիմա ինչպես եկավ Զարուհի Խաչատրյանը այս մտքին, այս փիլիսոփայությանը, որովհետեւ նորից կրկնում եմ, շատ հաճելի էր այս միտքը լսել։ Ինչպես անենք, որ հասկանանք, որ պետք չէ դրանք իրար սարքել հակառակորդներ, անձնական կյանքն ու մասնագիտությունը, աշխատանքը, պետք չէ անընդհատ ասել մեկը ավել, մեկը պակաս։ Ինչպես է տիկին Զարուհու մոտ ստացվել դրանք նույն նժարի վրա տեսնել։ Ես կարծում եմ դա ծանր աշխատանքի արդյունք է, որովհետև եւ ընտանիքը աշխատանք է եւ մասնագիտությունը աշխատանք է։ Եթե ես առանձնացնեմ, ես լիարժեք մարդ չեմ կարող լինել։ Ես կլինեմ չկայացած մարդ։ Իսկ որպեսզի ընտանիքդ ամուր լինի, դու պիտի ամեն օր աշխատանք կատարես ընտանիքիդ պահպանելու ամրության համար։ Այնպես չի, որ ընտանիքը մեղրու կարակ է, էլի, դա աշխատանք է, բայց ասեմ սիրով աշխատանք է։ Երբ որ ընտանիքիդ պատը, հենարանը ամուր է, դու էլ ես ամուր լինում քո կյանքում։ Եվ երբ որ քո առաջ ընտրություն չի դնում մասնագիտությունը թե ընտանիքը, այդ շատ կարևոր բան է։ Փառք Աստծո, ես այդպիսի մարդու եմ հանդիպել, ով որ ընտրության առաջ չի դրել, իմանալով իմ բնավորությունը գուցե, չգիտեմ։ Չի կարելի, եթե մարդը ձգտում է այդ աշխատանքին, նրան եթե արգելես, ինքը կդառնա թերարժեք մարդ եւ դժբախտ կլինի ընտանիքում, եթե ընտանիքում դժբախտ լինի, ընտանիքը կքանդվի, իմաստը։ Դրա համար պետք է միշտ հավասար նժարների վրա պահել, եւ աշխատանքը եւ ընտանիքը։ Այս պահին ձեր կյանքում նորից այդպես է։ Այո, փառք Աստծո այդպես է, փառք Աստծո։ Լավ է։ Շատ լավ գիտենք, որ իմ մասնագիտությունը այդպես բարձրատրվող աշխատանք չէ, բայց այն ինչ որ սիրում ես, այն ինչ որ ոչ թե սիրում ես, այլ դու կոչված ես դրան։ Դու չես կարող դրանից հեռու ապրել։ Ես այդպիսի մի պիես էի խաղում, կոչվում էր «Ես կորցրել եմ ձայնս»,
կինը օպերայի երգչուհի, ամուսինն էլ երգիչ, բայց հետո երբ ամուսնանում են, ամուսինը կնոջը դնում է բանդակի մեջ եւ չի թողնում։ Ինքը անդադ համերգների այդ ներկայացման մեջ այնքան հետաքրքիր էր, որ այդ կինը ոնց է այսպես ներփակվում այդ ամեն ինչից իր ամուսնու հաջողությունները լսելով նույնիսկ չէր թողնում, որ նա դուրս գար, գնար համերգների, այնքան հետաքրքիր էր, լրիվ հակառակ պատկերն էի խաղում ես իմ այդ կերպարում եւ հասկանում էի, որ ինչ դրբախտություն էր ապրում այդ կինը զրկել այն ամեն ինչից, ինչին ինքը կոչված է։ Ես կարծում եմ յուրաքանչյուր կին կոչված է մայր լինելու։ Առաջինը, բայց նաեւ կոչված է ինչ-որ մասնագիտության։ Մենք, չգիտեմ, որ գալիս ենք այս կյանք, ունենք ծրագրեր կատարելու։ Առաքելություն ունենք, այո, եւ լինել լավ մայր, լավ ընտանիքի մայր եւ լավ մասնագետ։ Յուրաքանչյուր բնակավարում մարդ պիտի լինի լավ մասնագետ։ Թերի կիսատ մասնագետը ոչ մեկին պետք չէ, կիսատ բժիշկը ոչ մեկին պետք չէ, կիսատ ուսուցիչը ոչ մեկին պետք չէ, կիսատ բանվորը ոչ մեկին պետք չէ, մեքենավարը ոչ մեկին պետք չէ, պիտի ամեն բնակավարում մասնագետը լինի լավագույնը։ Ես այդպես եմ կարծում։ Տիկին Զարուհի, ձեր վերաբերյալ մի հաղորդում էի դիտում, որտեղ ձեր մասին նաև կարծիք են հայտնում ձեր գործընկերները եւ այնտեղ տղամարդ գործընկերներից մեկը, դերասան Արմեն Կարապետյանը, ասեց, որ կարճ ձևակերպեմ, Զարան այն կանանցից է, որ ճիշտ պահին լռել գիտի։ Դա էլ է շատ քիչ կանանց տրված։ Հիմա ուզում եմ հասկանալ այդ ճիշտ պահին լռելը մեզ սովորեցնում են, մեր դաստիարակության մի մաս է, մենք ենք մեր մեջ դա կարողանում դաստիարակել տարիների ընթացքում, թե ի վերջո գենետիկա է, կամ կա կամ չկա։ Տիկին Զարուհին երբ է հասկացել, որ կինը ճիշտ պահին պետք է կարողանա լռել։ Գիտեք, եւ ինչ է տալիս այդ լռությունը։ Երևի եւ տարիների փորձն է եւ գենետիկան է, ես այդպես կարող եմ ասել, որտեղ մայրս ահավոր համեստ կին է, ահավոր համեստ։ Եվ նահապետական ընտանիքի աղջիկ լինելով հանդերձ, ես չգիտեմ այդպիսի երևույթ ընդհանրապես հիմա գոյություն ունի, թե ոչ, մայրս հարսնություն է արել։ Ես չգիտեմ այդ բառի բացատրությունը գիտեք, թե ոչ։ Երբ որ ինքը սկեսուրի տեքրների ներկայությամբ չի նստել, չի խոսել, հասկանում եք, այդ ամեն ինչը երևի դաստիարակության հետ փոխանցվել է նաև ինձ, բայց գիտեք, երբ որ լռում եք, դուք շահում եք։ Ամեն դեպքում, երբ որ մարդը լռում է, շահում է, դիմացինը ինչքան էլ որ կարողանա ձեզ վիրավորել, անպատվել կամ չգիտեմ, երբ որ դուք լռում եք, միևնույն է, դուք շահում եք, տուժում է դիմացինը, որովհետև այն զայրույթը, այն աղբը, որ նա թափում է, ինքը հետը տանում է, ես չեմ վերցնում։ Չգիտեմ կարողացա ճիշտ բացատրել թե ոչ։ Հիմա ձեր պարագայում գիտեք ինչն է հետաքրքիր, այն որ ասում են մեր հաղորդումը կոչվում է առանց կարծրատիպերի, Տիկին Զարուհի, հիմա ես ձեր կոտրած կարծրատիպերից ասեմ, լռելը լռել, նահապետական, բայց դուք ինքներդ պատմել եք, որ առաջինն եք ձեր ամուսնուն սեր բացատրել եւ ասել եք, եթե ինձ սիրում ես, արի ամուսնանանք։ Հիմա ուզում հասկանամ, թե սա հայ իրականության մեջ են էլ տարիներ առաջ։ Ես դա որ լսեցի, հիշում եմ եւ ծիծաղ ասում եմ նույնիսկ ռուս գրականության մեջ, երբ որ Տատյանա Լարինան առաջինը նամակ գրեց Եվգենիա Օնեգինին, դա երևույթ է ռուս գրականության մեջ եւ ասում էին ինչպես կինը առաջինը քայլ արեց, համարձակություն ունեցավ եւ սեր բացատրեց տղամարդուն։ Հիմա նահապետական ընտանիքում մեծացած, ճիշտ պահին լռել կարողացող Զարուհի Խաչատրյանը նայում է տղամարդու աչքերին եւ ասում է, եթե ինձ սիրում ես, արի ամուսնանանք։ Բա դա ոնց է ստացվում։ Դա այո, դա էլ է նահապետական ընտանիքի մի մաս։ Ասեմ հետաքրքիր մի բան, իմ քերիները շատ անհանգստանում էին, որ ես դերասանուհի եմ եւ կարող է հանկարծ տանը մնամ։
Հա, ես արդեն 25 տարեկան եմ եւ դեռ մտադրություն չունեի ամուսնանալու, իսկ կարծում եմ իմ ժամանակաշրջանի ծնված մարդիկ կմտածեն, որ 25 տարեկան ժամանակ լուրջ տարիք այո, լուրջ տարիք էր եւ մոտենում էի 26-ին եւ դեռ ամուսնացած չէի, հետո բարձվեց թատրոնում աշխատում է մի շատ գեղեցիկ երիտասարդ, այո, իմ ամուսինը շատ գեղեցիկ է։ Մի շատ գեղեցիկ երիտասարդ, որը ինձ սիրահարված է, բայց ես տեղյակ չեմ։ Եվ ինքը վախենում է մոտենալ եւ ինձ հայտնել իր սիրո մասին։ Ես ընկերներից եմ իմանում։ Եւ ես ինքս մոտեցա։ Եվ Եթե դու ինձ սիրում ես, եկ ամուսնանանք, որովհետեւ այդ ժամանակ իմ աչքին միայն թատրոնն էր երևում եւ միասին թատրոնում էինք աշխատում։ բայց այսօր հիմա դուք ինչպես եք գտնում դա ճիշտ է տվյալ պահին ճիշտ էր, այո, տվյալ պահին ճիշտ էր։ Այո, էներգետիկ դաշտ կա, որ պետք չէ այդքան լռել ու սպասել, եթե տեսնում ես, որ դիմացինը իսկապես զգացմունքներ ունի, բայց արտահայտել չի կարող, կարծում եմ, չգիտեմ այդ պահին այդպես ստացվեց, Լուիզա ջան։ Եվ երբեք ոնց որ դու չեք Չէ, չեմ փոշմանել Փառք Աստծո։ Կոտրած կարծրատիպի։ Այո, ինքը շատ ամուր հենարան է ինձ, այո։ Ես չեմ փոշմանել։ Երբեմն եթե կինը սիրում է, սերը այնքան մեծ աստվածային զգացում է, որ եթե սիրում ես, կարող ես արտահայտել, կարևոր չէ պատասխան կստանաս, չես ստանա, կարող ես ասել ու անցնել, որովհետև ինչքան պահում ես ներսումդ, այդքան, չգիտեմ, կուտակվում է եւ քեզ մի օր երևի պիտի պայթի։ Այդ կուտակումը մի օր երևի պիտի պայթի։ Չգիտեմ, սերը աստվածային զգացում է եւ պետք է կիսել, տալ։ Տիկին Զարուհի, դուք ասել եք, որ թատերական աշխարհ, երբ պետք է որոշվեր ձեր մուտքը, կային խոսակցություններ, որ դուք պետք է դառնաք դրամատիկ դերասանուհի, դրամատիկական թատրոն գնաք, բայց Արմեն Էլբակյանը այդ շրջանում որոշել է, որ դուք պետք է լինեք Պարոնյան թատրոնի դերասանուհի եւ արդեն քանի տարի է դուք երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի եք։ Բայց հարցս հետևյալն է, ճիշտն ասած ինձ համար ձեր արտաքինը, ես դա անձնական կարծիք եմ ասում, ձեր ձայնի տեմբրը, խոսելու ոճը ավելի դրամատիկ դերասանուհու է։ Ինքան հետաքրքիր է, միշտ երբ որ ձեզ տեսել եմ, բեմում էլ, եթերից էլ, միշտ մտածել եմ երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի թախծոտ հայի հայացքով։ Երբևիցե մտածել եք, որ գնայիք դրամատիկական, ինչպիսի դերասանուհի կլինեիք կամ եղել են այնպիսի դերեր, որոնք օրինակ դրամատիկ դերասանուհու դերեր են, որ տենց էլ մնացին ձեզ երազանք եւ չխաղացիք նման դերեր։ Գիտեք, այնինչ անցել է, դրա համար երբեք չեմ ափսոսել։ Առաջարկներ եղել էին, որ այլ թատրոններում ես պետք է աշխատեմ, բայց Արմեն Նգարիչ ասեց, որ ես ասել եմ դու արդեն ինձ մոտ աշխատում ես, թե պետք չէ աշխատում։ Երբ որ հարց եղավ ուրախ ես, որ աշխատում ես Պարոնյան թատրոնում, դե ես այդ գաղտնիքը բացել եմ, ես Պարոնյան թատրոնում մինչև աշխատել ես ոչ մի ներկայացում չէի նայել եւ թատրոնի մասին այդպես գաղափար չունեի։ Ասացի ուրախ եմ, որ ձեզ հետ եմ աշխատելու, բայց թատրոնի մասին գաղափար չունեմ։ Բայց ասեմ, որ իմ ճակատագիրը ինքը լավ է որոշել։ Ես երջանիկ եմ, որ Պարոնյան թատրոնում եմ։ Եվ Պարոնյան թատրոնում ես հնարավորություններ եմ ունեցել տրագիկոմեդիաներում խաղալ, որտեղ եւ դրամատիկ կողմն եմ ցույց տվել, եւ կոմեդիան եմ ցույց տվել, եւ երաժշտական ներկայացումներում, որտեղ եւ երգել եւ պարել եմ, այնպես որ չէ, ես ուրախ եմ, որ Պարոնյան թատրոնում եմ։ Եվ չկա ափսոսած որևէ դեր, որ չեմ խաղացել կամ խաղացել եմ, չէ, այդպիսի բան չկա, որովհետև յուրաքանչյուր դեր իր ժամանակին գալիս է։ Իսկ կա այնպիսի դեր, որը սենց ինչ որ կտրուկ բան փոխեց ձեր կյանքում, որ դուք ասեք, այ մինչ այդ այլ Զարուհի Խաչատրյան էր, դրանից հետո դարձավ այլ։ Գիտեք, ես այդպես չեմ կարող ասել, բայց մի փոքր, երբ որ ես սկսեցի մոնոներկայացումներ խաղալ, դա շատ բարդ ժանր է, որովհետև բեմում մենակ ես, մենակ ես և քեզ օգնող չկա,
եւ չկա այն հրաշալի խաղանկերոջդ աչքերը, որից նայում եւ էներգիա է ստանում եւ փոխանցում ես այդ ամեն ինչը։ Այդ ժամանակ կարծես հասկացա, որ կարելի է այլ տեսակի լինել բեմում նաեւ, ինքնաարտահայտվել նաեւ մոնոներկայացումներով։ Բայց որ ասեմ այդպես կտրուկ փոփոխություններ, ես չեմ կարող ասել, գուցե հանդիսատեսը կասի, ես չեմ կարող։ Տիկին Զարուհի, ասել եք ես ատում եմ անտարբերությունը։ Միանշանակ։ Բա հիմա ուզում եմ ձեզ հարցնել մեր այսօրեական կյանքում, երբ որ մենք բոլորս այդ բառը, ինձ թվում է բոլորից շատ ենք կրկնում օրվա կտրվածքով։ Այսինչ անտարբեր են, բոլորը անտարբեր են, ասում ենք, բայց կարծես թե երևի ոչինչ չենք անում, որ այդ անտարբերությունը ավելի խորանում է։ Եթե դուք ատում եք անտարբերությունը, դուք այսօր ձեզ ոնց եք գտնում այսօրվա կյանքում եւ այն ինչը դրա ձեզ համար ատելի է, դուք դրա դեմ պայքարի ինչ-որ միջոցներ ունեք, թե ոչ։ Լույզա ջան, ես երևի այլ եմ ասել ու կրկնվում եմ, որ ես դերասան եմ, իմ մասնագիտությունը դերասանությունն է, չէ։ Ես փորձում եմ իմ մասնագիտության մեջ պայքարել։ Ես չեմ կարող այլ մասնագիտության մեջ պայքարել։ Ահա, այն դերերը, այն ասելիքը, որ ուզում եմ ասել, ես ասում եմ բեմից։ Իհարկե, որպես մարդ, որպես անհատ ես ասում եմ, բայց չեմ կարծում, թե գիտեք, մենք հիմա չունենք միախմբվածություն, որովհետև մենակ իմ խոսքը չի կարող տեղացնել։ Պիտի երևի ազգը գա այն գաղափարին, որ անտարբերությունը դա սարսափելի բան է։ Անտարբերությունը գիտեք գուցե շատ, չէ, ես չեմ կարծում այսպիսին էին, գուցե շատ վիշտ տեսնելուց, շատ անարդարություն տեսնելուց չեմ կարող բացատրել, դա հոգեբանական շատ բարդ հարց է, որ պիտի երևի հոգեբանները պատասխանեն, ինչի մարդիկ դա։ Երկրաշարժից հետո մարդիկ անտարբեր դառան մահերի նկատմամբ, երբ որ մի քիչ 50 տարեկանից բարձր մարդ է մահանում, ասում են դե լավ էլի 50 տարեկան ապրել է, այն երիտասարդները ինչ անեն, եւ պատերազմում մեր զոհված տղաները 18 տարեկան, երբ որ զոհվեցին, արդեն դու մեծ տարիքով մի քիչ մահացածի նկատմամբ անտարբեր ես լինում։ Չգիտեմ, դրանք երևի բարդ, իսկապես բարդ խնդիրներ են, որ չեն կարող բացատրություն տալ, բայց անտարբերությունը մեր ազգի հիմքը քանդողն է։ Ոչ միայն մարդու նկատմամբ, այլ փողոցի կենդանիների նկատմամբ անտարբերությունը։ Նայում ես կուչ եկած մի, ասենք, շան, ինչքան է սիրտդ մղկտում, բայց նույն վիճակում կարող է եւ մարդը լինել։ Եթե յուրաքանչյուրս մեր տեղում կարողանանք ինչ որ մեկին մի բանով օգնել, ուրեմն մենք մեր առաքելությունը կատարել ենք։ Փորձենք յուրաքանչյուրս մեր կողքինին օգնել, ինչ որ ձևով։ Ես չեմ ասում մի քիչ հեռուն, կողքինին, անմիջապես կողքինին, կամ թեկուզ հետը զրուցես։ Եթե նա կարողանա իր ներսի թախիծը վիշտը քեզ հետ կիսել, թեթևանալ, դա էլ է մարդուն օգուտ, չէ։ Երբեմն լինում ասում, ինչ լավ է, որ քեզ հետ խոսեցի, սիրտս թեթևացավ։ Հիմա ես հասկանում եմ սոցիալական վիճակները մարդկանց թույլ չի տալիս, որ շատ օգնեն մեկը մյուսին։ Բայց ես հիշում եմ, որ 90-ական թվականներին, երբ որ երկրում մութ էր, երկրում ցուրտ էր, այո, սովեր, մեկը մյուսին ոնց էին օգնում։ Ես չգիտեմ, եղբայրս կարողացել էր հայթայթել, ալյուր բերել, մայրս հաց էր թխում եւ մենք բաժանում էինք այդ հացը։ Ինչքան պայմանները լավանում են, այնքան անտարբերությունը մեծանում է, ես չգիտեմ, սա իսկապես շատ բարդ հոգեբանական հարց է, որ պիտի հոգեբանները ազգի այս երևույթը ուսումնասիրեն ու հասկանան ինչի ենք այսպես դարձել։ Չգիտեմ, բարդ է, շատ բարդ է։ Այո, ես ատում եմ անտարբերությունը։ Տիկին Զարուհի, նաև հանդուրժողականությունից եք խոսել, դուք
հավատացյալ մարդ եք, քրիստոնեական արժեքներ կրող եք, միշտ խոսում եք դրա մասին եւ ասել եք հետեւյալը. քրիստոնեական դաստիարակություն ունեցողը անհանդուրժող չի կարող լինել։ Այդ նույնիսկ այն կոնտեքստում էր, որ դպրոցում դասերի, եկեղեցու պատմություն դասի մասին եք խոսում։ Բա լավ, այս անհանդուրժողականությունը նաև որ ունենք մեկը մյուսի նկատմամբ, ուրեմն ինչ է առաջին քրիստոնյա ազգին այսքան պակասում է քրիստոնեական դաստիարակությունը տիկին Զարուհի։ Ներքին հավատն է պակասում, գիտեք, հասարակ մի բան, մեքենաները երթևեկելուց մեկը մյուսին զիջել չունեն, մեկը մյուսին, եթե մեկը մի խախտում է անում, տարօրինակ պատասխաններ են հնչում մյուսի հասցեին, հասարակ մի բան, դու այդ մարդուն չես ճանաչում, տարօրինակ չէ, ոչ վայել տեղ, չգիտեմ, ես կարծում եմ մեր ազգին հարիր չէ, այս ընտանիքում անհանդուրժողականությունը հարիր չէ, որովհետև եթե դու ընտանիք ես կազմել, եթե դու անհանդուրժող եղար, այդ ընտանիքը կքայքայվի։ Ես նորից եմ կրկնում, ընտանիքը աշխատանք է եւ յուրաքանչյուր հարց կարելի է այսպես նստել կլոր սեղանի շուրջ, զրուցել, հարթել, անցնել, գնալ։ Ոչ թե անհանդուրժող լինել, մեկը մյուսին վիրավորել, կոպտել, սիրո պակասից է, հավատի պակասից է։ Մենք առերևույթ ենք երևի քրիստոնյա, չգիտեմ, ներքին հավատքը կորցրել ենք, ինչ ենք արել։ Դա շատ բարդ բան է, շատ բարդ։ Երեխան, ես հիմա կարծում եմ, ծնված օրվանից պիտի դաստիարակվի այդպես։ Հետո ինքը ճանաչի իր արմատները։ Մենք ուրիշ ազգ ենք, ինչի ենք այսպեսին դարձել, չգիտեմ։ Թեպետ լավերը շատ են։ Հավատացեք, լավերը շատ են ու լավերով է կյանքը առաջ գնում։ Դե բնականաբար, դա պետք է իհարկե, այն չեմ կարծում, որ ավելի շատ են, բայց որ շարժիչ ուժեն դրա այդ կողքից կան այդ ամեն ինչը կա, բայց հույս ունենանք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Տիկին Զարուհի, այ նոր տարվան հաշված օրեր են մնացել, ես երկու այսպիսի հարց ունեմ, դուք որպես դերասանուհի ինչ պլաններ, ինչ դերեր, ինչ նոր աշխատանքներ, ինչ ունեք 26 թվականին եւ եթե այսօր հիմա ես ձեզ հնարավորություն տամ, որ դուք դիմեք մեր ժողովրդին եւ շնորհավորեք գալիք նոր տարին, Սուրբ Ծնունդն ու Ամանորը, ինչ կասի այսօր Զարուհի Խաչատրյանը։ Ես կուզեմ, որ մենք Սուրբ Ծնունդը դիմավորենք ոչ թե ճոխ սեղանների շուրջ, այլ իսկապես այն հավատով, այն հույսով, որ Տերը ողորմություն կանի մեր ազգին եւ դուրս կբերի լուսավոր ճանապարհ, որովհետեւ այդ ճոխ սեղանների շուրջ չէ։ Իհարկե, հետաքրքիր է, երբ որ սեղաններին կա, երեխաները ուրախանում են դրանով, բայց հիմնական նպատակը դա չդարձնենք։ Ճոխ սեղանները կամ պարտքով վերցրած ճոխ սեղանները։ Թող իսկապես մեր ազգը այս ծանր վիճակից դուրս գա, որովհետև մարդիկ դարձել են մռայլ շատերը, դարձել են ինքնամփոփ, երևի դրանից է, չգիտեմ, ես ուզում եմ, որ ժպտան բոլորը, որ բոլորի աչքերում սեր լինի, հավատ լինի, գիտեք ինչն է հետաքրքիր, դրսում արտասահմանում փողոցում քայլող մարդիկ իրար բարևում են, ժպտում են, մեզ մոտ այսպես խոժոր անցնում են, երբ որ ինձ մոտ սովորություն է դարձել, ես տրանսպորտ բարձրանալուց բարևում եմ, խանութ մտնելուց բարևում եմ, դուրս գալուց հաջողություն եմ մաղթում, լավ օր եմ մաղթում, երևի այս ամեն ինչը քիչ-քիչ վարակիչ կդառնա ու մարդիկ միմյանց նկատմամբ ավելի բարի կլինեն, հանդուրժող կլինեն, անտարբեր չեն լինի, ուզում եմ, որ կյանքը լիքը բարիքներ տա հայ ժողովրդին, լիքը, որովհետև իսկապես մեր ժողովրդի ուսերին շատ ծանր բեռ է դրված, այս բեռը մի քիչ Տեր Աստված թող թեթևացնի, հույսով ապրեն, հավատով ապրեն, սիրով ապրեն։ Դերեր, հիմա նախագծում մի հետաքրքիր ծրագիր կա, փորձում ենք դա անել, վերցրել ենք
Սիլվա Կապուտիկյանի, Ալիսա Կիրակոսյանի եւ Արամայի Սահակյանի սիրո բանաստեղծությունները կազմել են կոմպոզիցիա, իհարկե կա նաեւ հեղինակային տողեր։ Ինչ է տակ։ Ինքը այսպեսի ֆորմատոյի մեջ կին եւ տղամարդ դերասանուհի, երգիչ տղամարդ, երաժիշտ կին եւ մեկ զույգ պարող զույգ այսպեսի ֆորմատի մեջ, բայց դա ուզում եմ որ լինի գինու սեղանների շուրջ այդ ներկայացումը, մի քիչ այլ ֆորմատի ներկայացում, ես հիմա գաղտնիք եմ բացում էլի, կոչվում է Բարև իմ սեր։ Դա 26 թվականին է սպասվում։ Այո։ Դուք հաճախ ասմունքում եք Ալիսական Կիրակոսյան։ Ալիսա Կիրակոսյան, հա, ես այդպես եւ Պարուր Սևակ եւ Ավետիք Իսահակյան մոնո ներկայացումներ ունեմ։ Ավետիք Իսահակյանը կոչվում է Զրույց սիրո մասին Ավետիք Իսահակյանի տողերով։ Սերը կարևոր բան է, կապ չունի ինչպիսի սերը մարդու ներսում, դա կարևոր բան է։ Սիրո պակասից են պատերազմները, սիրո պակասից են անհանուր ժողովականությունը։ Այդ սիրո պակասը մարդուն դարձնում է չմարդ։ Դե մի քառատող այդտեղից ասեք էլի մեր հեռուստադիտողի համար։ Սերը գոյության հանճարն է միակ, սիրո հակառակը ամենևին էլ չսիրելը չէ, մահն է պարզապես, երբ սիրում ենք, ուրեմն կանք։ Այո։ Տիկին Զարուհի նոր ասեցիք մեր փողոցներում սենց անցնում են, ձեզ որ փողոցում ճանաչում են, մոտենում են։ Գիտեք, դա էլ ինչ որ բարթույթ ունենք մեր մեջ, ճանաչում են, նայում են, չէ, բայց չէ, մոտենում են, բարևում են։ Գիտեք, դա լինում է հատկապես, երբ որ դու սերիալում ես նկարվում, ու անընդհատ այդ խեղճ մարդկանց տուն ես մտնում եթերից։ Այդ մարդիկ մի անգամից ճանաչումը գալիս է, չէ։ Եվ շատ հումորային դեպքեր են լինում, ասենք մոտենում, բարևում են, ասում են, ոնց դու ինչ չես ճանաչում, ամեն օր քեզ տեսնում ենք։ Դե մարդիկ այդպես էլ լինում, երբեմն լինում է, երբեմն չի լինում, նորմալ է, ես շատ նորմալ եմ վերաբերվում դրան։ Հիմա նկարահանվում եք էլի սերիալներում, այս պահին չկան պրոյեկտներ։ Չէ, Լոյզա ջան։ Այս պահին ես ամբողջապես թատրոնին եմ նվիրված։ Անցյալ տարի շատ բեղուն տարի էր մեզ համար, մեր Պարոնյան թատրոնում մենք բավականին պրեմիերաներ ունեցանք եւ շատ հետաքրքիր ներկայացումներ ունեցանք, այո։ Իմ կարծիքով դա զուտ սուբյեկտիվ կարծիք է, շատ լավ ներկայացումներ են եւ Կոմերնե Մուրփաթ Երեկոյանը եւ Արևի մարդիկ եւ Երևան 2024 եւ այս տարի սպասվում է շատ շքեղ նոր տարվա ներկայացում, կոչվում է Ամանորյա ճեպընթաց, շատ հետաքրքիր երեխաների համար, այո, գունեղ ներկայացում, երաժշտական պարերով, երգերով։ Չէ, ես չունեմ, երիտասարդներն են եւ շատ ուրախ եմ, որ այդպեսի գունեղ լավ ներկայացում է ստացվելու, այո։ Կարծում եմ ամսի 19-ից արդեն կարող են համենալ եւ դիտել այդ ներկայացումը մինչեւ հունվարի 7-ն է կարծեմ։ Իսկապես շատ լավ ներկայացում է, որտեղ փորձերը նայում եմ, ինքս ոգևորվում եմ, էլի, շատ հետաքրքիր։ Տիկին Զարուհի, մենք որոշ կարծրատիպեր արդեն բացահայտեցինք, որ դուք կոտրել եք, ասես ոնց որ բայց քանի որ մեր հաղորդումը կոչվում է առանց կարծրատիպերի, ես այդ հարցը չեմ կարող ձեզ չուղել։ Հիմա ունի Զարուհի Խաչատրյանը կարծրատիպեր։ Ինչ է ընդհանրապես կարծրատիպը ձեզ համար, թե դուք այդպես կարողանում եք կոտրել, անցնել։ Գիտեք, երևի մի որոշ ժամանակ ապրում ես կարծրատիպի մեջ, մեկ էլ հասկանում ես, որ կարծրատիպի մեջ ես ու կոտրում ես։ Ու կոտրում ես, սերես բացատրում, կոտրում ես, անցնում ես մյուսին։ Այո, ես այն բան սկեսուր չեմ, չգիտեմ ինչ ասեմ, ծանր, չգիտեմ ինչից համար իմ հարցները ինձ աղջիկ են, ոնց ասեմ, չգիտեմ, ես այն ծանր սկեսուրությունը չեմ կարող անել, կոտրած կարծրատիպ կարծում եմ, տղայիս հարսանիքին խելագարի նման ուրախանալ, ապարել, չգիտեմ, որովհետև շատ սպասված պատերազմ տեսած զավակս, երկու պատերազմ տեսած ես խելագարվում էի, մի խոսքով, չգիտեմ, կարծրատիպերը, այսինքն դու որոշ ժամանակ ապրում ես, մեկ էլ հասկանում ես, որ դա կարծրատիպ է, ու ասում ես, ինչ էսպես ապրել, եկեք էսպես ապրենք։ Եկեք փոխենք։ Իհարկե, որովհետև եթե դու չփոխես, դու լճանում ես, դու նեխում ես։
իսկ այդպես ապրել կողքինիդ համարել դու գարշահոտություն կփչես։ Զարուհի Խաչատրյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր երկրում։ Սիրել, սիրված լինել։ Հայրենիքը ձեզ համար դա սիրտ է, դա հոգի է, դա մայր է, դա անդավաճան երևույթ է, չի կարելի ներել դավաճանությունը, դա անդավաճան երևույթ է։ Տիկին Զարուհի, մեր ձևաչափը թույլ է տալիս, որ հիմա հաղորդման վերջում դուք ինձ մի հարց ուղեք, եթե իհարկե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց մենք տալիս ենք նաև այդ հնարավորությունը, եւ եթե ունեք այդ հարցը, ես կլսեմ եւ սիրով կպատասխանեմ ձեր հարցին։ Լուիզա ջան, ինձ ինչու կանչեցիք ձեր հաղորդմանը։ Տիկին Զարուհի, ասեմ, ինձ միշտ շատ հետաքրքիր եք եղել որպես դերասանուհի։ Ես ձեզ բեմում շատ եմ տեսել։ Սերիալներ չեմ նայում, բայց անկեղծ լինեմ, երբ ալիքը փոխում ես, եթե հանգարց ձեզ տեսնում էի, ես մի պահ ականջալուր էի լինում։ Ինչ որ բան կա ձեր մեջ, ես դա անհատական իմ կարծիքն եմ ասում անձնապես, չկրկնվող, օրիգինալ, հետո ձեր խոսքը ինձ շատ է դուր գալիս։ Հայեցի խոսքը, ճիշտ խոսքը, տեսեք դա թատերական աշխարհի համար էլ շատ կարևոր է, բայց նաև ձեր կենսագրությունը, որ ուսումնասիրում էի, կարդացի, որ նաև մանկավարժական ուսումնարանում եք սովորել, միշտ թատերական ինստիտուտ ընդունվել է, եւ անընդհատ մտածում էի, ասում էի, տեսնես այդ խոսքի ճիշտ դրվածքը, այդ գեղեցիկ հայերեն խոսքը, ի վերջո մանկավարժական ուսումնարանում են սովորեցրել, թատերական ինստիտուտում թե տանն են տանը։ Մի բան ասեմ, հումորային այդպես երևի թե երեխաներից որ սովորեցնում եմ, ասում եմ, այո, մի խոսեք, սիրուն չէ, որ այով եք խոսում, փոքր էր տղաս 3 տարեկան, ասեց, մամ, արջը պիտի ասեմ էրջ։ Այո։ Գիտեք, հետո մարդկանց տեսակ կա, տեսեք, մենք անձնապես այսօր առաջին անգամ ենք ծանոթանում միմյանց, ես ձեզ գիտեի որպես դերասանուհի, բայց մարդու տեսակ կա, որ այ դուք ասեցիք, ես իմ դերերով եմ կարողանում իմ խոսքը ասել։ Գիտեք, երբ որ նույնիսկ բեմում տեսնում ես կամ եթերից տեսնում ես, եւ կարող է այդ դերը կամ, չգիտեմ, սերիալում նույնիսկ խաղացած դերը կամ կինոյում կամ թատրոնում ոչինչ այսօրվա մասին չլինի, բայց հետաքրքիր է մարդ կա, որ դու հասկանում ես, որ ինքը իր տեսակին անդավաճան է եւ ինքը բեմից դրա մասին ասում է, որ ես այսպիսին եմ, ես հայ եմ, ես ունեմ, ինչպես ասում են, ինչ որ սկզբունքներ եւ սրբություններ, որոնք ինչ ուզում է լինի, ինչ պարագայում լինի, ես չեմ դավաճանելու։ Եվ այդ տեսակ մարդիկ ինձ ճիշտն ասած նախ շատ հետաքրքիր են, երկրորդն էլ կարող եմ նույնիսկ չճանաչել, բայց այդպես հեռավորության վրա հարգել նման մարդկանց։ Հետաքրքիր է, եթերից էլ այնպես բան կա, չէ՞, սիմպաթիայի հարց կա։ Եթերից էլ նույնը, ես էլ ձեզ առաջին անգամ եմ տեսնում, բայց եթերից այդպես հետաքրքիր զգացողություն եք թողել միշտ, Լուիզա ջան։ Շնորհակալ եմ շատ, Տիկին Զարուհի, շնորհակալ եմ, որ այսօր մեր հյուրն էիք, հուսամ, որ այսպիսի լավ տրամադրությամբ փակենք, այս վերջին եթերներն են արդեն մեր այս տարվա եւ հույս ունենանք, որ 26 թվականը իսկապես նախ առաջինը մեր ժողովրդին կբերի բարիք եւ խաղաղություն եւ դուք էլ թատերական աշխարհում նորանոր հետաքրքիր աշխատանքներով որտեղ շատ սեր կա, լույս կա, ինչպես ասեցիք, թող առաջին ներկայացումը բարևիմ սեր լինի եւ այդ սիրով առաջնորդվի հայ ժողովուրդը ու գնանք դեպի առաջ։ Դա Աստված, ես եմ անչափ շնորհակալ հետաքրքիր բովանդակալի զրույցի համար, շնորհակալ եմ։ Սիրո պակասից մարդը դառնում է չմարդ, միշտ ապրեք սիրո մեջ, լինեք սիրված եւ սիրող, Աստծո սերը եւ օրհնությունը ձեզ հետ, Լուիզա ջան։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ եմ։ Այսպիսին էր Զարուհի Խաչատրյանը առանց կարծրատիպերի։ Տիկին Զարուհին կարծում է, որ կարծրատիպերը լճացնում են մեզ, որպեսզի փրկվեք լճացումից,
ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։